Ձեր կարծիքով ինչ գործողություններ են սկսել եւ ինչն է նպատակը, հա հնարավոր է որ փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, որպեսզի օրինակ Սամվել Կարապետյանը այլևս մեկուսարանից տամակներ չուղարկի քաղաքական գործունեության հետ կապված որոշակի այդ վախի մթնոլորտի հետ կապված ինչ կասեք։ Տերորի եւ բռնաճնշումների շարունակությունն է, բռնապետիկը հերթական ստատուսներով ուղղորդում է ուրեմն իրավապահ մարմիններին, որ էլ ավելի ճնշումները մեծացնեն, էլ ավելի բռնաճնշումները շատացնեն, սա գիտեք որ քաղաքական գործի շրջանակներում է, այն շրջանակներում, որով որ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից ասում էր, որ բոլորին կտանեմ ԱԱԾ պատվալները կլցնեմ, հիմա էլ արդեն անցել է բուն իր գործի շարունակությանը եւ սա դրա էլ եմ ասում տրամաբանական շարունակությունն է, հստակ ուղղորդված ցուցումներով, SMS հաղորդագրություններով այո մենք ինձ թվում է դուք լուսաբանում եք բոլոր այն տեղերը որտեղ որ մենք լինում ենք կանգնած ենք յուրաքանչյուր մարդու կողքին ով որ այս բռնաճնշումների զոհադառնում կանգնած ենք հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին այսինքն ինչ անշանակում ինչ եք անում դուք տեսնում եք մեր գործունեությունը դուք ինքներդ դատեք լավ ու վատը որոշեք դուք մենք մեր լիազորությունների իրավասությունների կարողականության շրջանակներում անելու ենք ամեն ինչ որպեսզի այս ապօրինի եւ որոշումները եւ առհասարակ այս անձը որը որ օկուպացրել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը օր առաջ վռնդվի իր պաշտոնից որովհետեւ ամեն օրը հայ ժողովրդի համար ավելի թանկ վճարման գին արժանանում քննչական գործողություն իրենք մեզ հորդորեցին որ քննչական գործողություններ են գնում եւ խնդրեցին մեզ որպեսզի ներս չմտնենք այսինքն վերև չբարձրանանք քննիչներ են այո համենայն դեպս առաջի հարգից մեզ չեն թողել որ բարձրանանք վերև առաջի հարգում մի քանի քննիչներ կային ինչ գործի շրջանակներում ախր այդ ձեր ցավը տանեմ պարզ չի ինչ գործի շրջանակներում հայ առաքելական Սուրբ եկեղեցուն աջակցություն հայտնելու շրջանակներում քննչական գործողություններ են կատարվում այդ գործողությունն է կատարվում ինչ գործողություն է կատարվում նենց հարցեր եք տալիս խր ամեն ինչ ավելի քան պարզ է ասում եմ մայր աթոր Սուրբ Էջմիածնի սատարման գործում գործ է բացվել, հատուկ գործ է բացվել, սատարման գործով։ Ով որ սատարում է, գալիս են իր մոտ, ով որ սատարում է, գալիս են իրանց հիմնարկները։ Հետո կսատարեն, մի հատ մեկին ասեք, որ մի հատ փորձ անի իր կողմնակիցներից, ասի սատարում ենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, հաստատ իրանց հետևից էլ կգնան։ Երկու հոգի ինչ որ բան արեցին, չէ՞, ՔՊ-ից անհամաձայնություն հայտնեցին։ SMS-ը գնաց, ուրա Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չկա։ Ինչ տեխնացու։ Վարչապետի տեխնացու գիտեք իրանց մասով առաջարկ եղել է, մենք մեր տեսակետը հայտնել ենք, ասել ենք մնացածը արդեն թող գործընթացները կգնանք կհասկանանք իշա։ Գիտեք որ մի քանի այսօր ամսի 2-ն է, չէ՞, եթե չեմ սխալվում։ Ամսի 4-ին էլ ուրեմն հայտարարված էր որ իր աջակցություն Սամվել Կարապետյանի պիտի հավաք տեղի ունենա, այս մարդիկ սարսափում են։ Մարդը երբ որ ուզում է որ ինչ որ մի հատ բողոք հայտնի, անհամաձայնություն հայտնի, միանգամից սկսում է այս ռեպրեսիաների շղթան, ամեն ինչ ավելի քան պարզ է։ Սա կարող է խանգարել կողմնակիցներին չեղարկել։ Ես կարծում եմ այն մարդկանց, որոնք որ պայքարի պատրաստ են, իրենց ոչ մի բան չի խանգարել։ Ոչ բռնաճնշումները, ոչ ապօրինությունները, ոչ այդ շինծու քերական գործերը չեն խանգարող պայքարող մարդուն, որ պայքարի։ Այն չպայքարողները կան 1000 մի հատ պատճառ բռնեն չպայքարելու համար։ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց ՀԵԾ պետականացնելու մասին ծրագիրը, սա իրենից ինչ վտանգներ կարող է ենթադրել այս շրջանում։ Սա խայտառակ մի օրինագիծ են, բայց օրինագիծ չէ, սա խլելու նույն բոլշևիզմի բնորոշ ուրեմն բնորոշ մի ձև է, աշխարհում նմանատիպ բան դեռ ես չգիտեմ եղել է թե չէ, գիտեմ որ պետականացման գործընթաց եղել է երկու պետությունում, սա էլի բռնապետական իշխանությունների բնորոշ վարքագիծ է։ Հեծը ուրեմն այս տարիների ընթացքում բավական լուրջ ներդրումներ ա արել, սակագնի հետ հարցով որևէ խնդիր չկա, որովհետև այս ընթացքում այս 10 տարիների ընթացքում որ հեծի սեփականատերն է Սամվել Կարապետյանը ընդամենը 4.5 դրամ է ավելացել, այդ էլ հեծի
բաժինը չի։ Դա ուրեմն այդ 4.5 դրամը, դա ուրեմն ատոմականին, նա բեցինն է, եւ այն որ ամպագորգոր հայտարարություններ անում, իբր թե գիտեք ինչ անջատումներ ա տեղի ունենում։ Գնում են ազգային ժողովի ռուբլիկա անջատում են, մոռանում են, որ խոսափողը մոռացել են, որ բան անեն։ Գնում միտեղ բացելու, այսինքն հում կոմպլեքսա ինչա բացելու, դե բարձում է որ բեցի տիրույթում է, ասենք բեցի խնդիրն է։ Երեք ուրեմն Խուդաչյանը խոսում է, ասում է մենք բազմաթիվ լուրջ խնդիրներ ունենք, ուրեմն մեր ուրեմն ծրագրերը իրականացնելու գրաֆիկից հետ են գնում, որովհետև մեր մոտ թալանում են, մեր մոտ բան են անում, ասում է, ուրեմն կոռուպցիան շատ է, ասում է, շինարարները լավ չեն աշխատում։ Այսինքն տեսեք ինչ ասում է բեցը որ պետության տիրույթում է, անարդյունավետ է կառավարում, 1001 պատճառ է բռնում, որ անարդյունավետ է կառավարում։ Իսկ կոնկրետ հեծը որ այս տարիների ընթացքում նորմալ կառավարում է գնացել, բարձա որ կլինեն դժգոհություններ, իդեպ ես ձեզ ուզում եմ ասել, հիշեցնել, որ ես էլ օրինակ բազմաթիվ դիմումներ եմ ուղարկել, որտեղ որ ասենք քաղաքացու գույքը վնասվել է, այդ բոլորի հարցով ինձ պատասխան են ուղարկել, որ իրանց փոխհատուցումը տրվել է, այսինքն թե Մեսրոպյանը, թե դրանից առաջ Բաղրամյանը հեծում խնդիր չեն հայտնաբերել։ 2024 թվականի եզրակացության մեջ ամեն ինչ համարել են իդեալական։ Հենց սատարում եղել է Մարիաթոր Սուրբ Էջմիածնին, պարզվել է որ հեծը լավ չի աշխատում։ Այդ ամեն ինչ այնքան ակնհայտ ու այնքան պարզ է որ ու հետո մի բան էլ ասեմ ձեզ, այս գործընթացի մեջ Հայաստանի Հանրապետությունը թաղված է պարտքերում 7 միլիարդից ավել պարտք այս մարդը շալակել, դուք պատկերացնում եք, եթե դա նախ փոխհատուցում պետք է տրվի, երկրորդը տարբեր միջազգային կազմակերպություններ արդեն իրենց բացասական եզրակացությունն են տվել եւ ներդրումային միջավայրը Հայաստանի Հանրապետությունում առհասարակ խաթարվելու է, այն ներդրողը որ պետք է գա ներդրի, տեսնելով որ արդեն բեցի խլման գործընթաց ա գնում, ասելու կարող է ես էլ մի օր եկեղեցի մտնեմ աղոթեմ, կարող է իմ հետևից էլ գան։ Այսինքն ամեն ինչ ավելի քան պարզ է, հասկանալի է, բռնաճնշում է, տերոր է, ինքն էլ փորձում է այս ամեն ինչով ինչ որ նաև իր ներսում ցույց տա որ ես ուժեղ տղա եմ, բան եմ, բայց սա խեղկատակություն է, էլի բառից բուն իմաստով։